Զաքարյան փողոցի բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է։ Նրանց խոսքերով շուրջ 10 տարի է իրենց տների հարևանությամբ հոսող գետի ջրի մի մասը բարձրադիր դիրքի պատճառով ամբողջովին ողողում է բնակարաններն ու բակերը։ Ճահիճի վերածված շրջակայքն էլ դարձել է անելանելի վիճակում հայտնված թաղամասի բնակիչների բողոքի թեման։ Գետից հոսող ջուրը աստիճանաբար լցվում է սեփական տների տակն ու նկուղները։ Հողամաս մտնելու մասին խոսելն ավելորդ է։ Բետոնա լցած գետի առաջը փակած է, որովհետեւ առաջներում սովետական կարգերի ժամանակ քիմզավոդ աշխատում էր, քիմիական գործարանը։ Ինչ որ ջուր էին ասում այնտեղ տանում ստեղից իբր թե։ Դրանից հետո ոչ մեկը ոչ դյուրություն արա, բայց սովետական կարգերի ժամանակ գալիս էին մաքրում էին մարդիկ։ Հիմա ոչ մեկը դյուրություն չի անում, չի մաքրվում։ Պետք է կամ այդ բետոնը քանդվի, որ հունը գետը ինքն իրան կմաքրվի էլի, քարը քշի կտանի։ Քանի որ այդ տան բկա, այս ջուրը հայել պետք է մնա։ Դուք արդեն վիճակը տեսնում եք, այս մի քիչ շոկ էր արդեն ընկավ, երեխեքը հիվանդանում են, հիվանդամուսին ունեմ տանը հաշմանդամ, արդեն հեսա հոտը կխեղդի երեխեքի, այս չեն կարա, սենց հիվանդության խոլերայի բունա, ինչ որ մի միջոց պետք է սրան առնվի։ Դանակը ոսկորին հասած բնակիչները նշում են, որ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից բազմիցս եկել եւ մաքրել են գետի հունը։ Վիճակը սակայն չի փոխվել։ Ավելին, գնալով ավելի է վատ թարացել։ Որևէ այլ ելք չգտնելով բնակիչների մի մասը ճարահայտյալ լքել են իրենց տները։ Մի մասն էլ հարմարվելով ճահճային իրավիճակին ստիպված ապրում են իրենց տներում։ Բնակիչներն ասում են, որ մոտեցող ամռան հետ վիճակն ավելի կվատ թարանա։ Գարշահոտը մի կողմից, ճահճի վրա պտտվող միջատներն են մյուս կողմից։ Գետը մաքրել են ճիշտ է, բայց այն գետի դեմը զամբ կա, այդ բանը պետք է հանվի, որ երևի գետը պետք է լավ մի քիչ խոր ավելի խորացվի, որ այս ջուրը ընդեղից դուրս չտա։ Ես չգիտեմ, չնայած էլի դիմել էինք մի անգամ քաղաքապետարին, ասեցին գետի հունը կմաքրեն, մաքրեցին, բայց էլի նորից շարունակվել է, ավելի շատացել։ Պետք է ինչ որ մի բան ձեռնարկվի։ Բացի ջուրը, սա եւ վարակ է եւ ամեն ինչ է, էլի։ Երեխեքը կթունավորվեն, կվարակվեն։ Խոլերիայի բուն է էլի։ Թեմայի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանի հետ։ Պարոն Մելիքյանը խոստացավ օրվա ավարտին ծանոթանալ փողոցում տիրող իրավիճակին եւ եթե խնդիրն իրենց իրավասության շրջանակներում է, անպայման կարձականքեն բնակիչների խնդրին։